Ասացի տենց մարդա, հիմա կոնկրետ տենց պլակատները պոկել է։ Քաղաքացիական պայմանագրի ու Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները պոկելուց 3 օր անց այսօր Արարատի մարզում վերջին հրաժեշտն էին տալիս 55-ամյա Արմեն Հովհաննիսյանին։ Ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել գյուղապետի զանգից հետո, ու թեև ինչպես համագյուղացիներն են պնդում, ակնհայտ հոգեկան առողջության խնդիրներ ուներ, իրավապահները տղամարդուն ձերբակալել էին, հետո միայն երբ վիճակը վատացել էր, տարել էին Նուբարաշենի հոգեբուժարան, այստեղ արդեն տղամարդը ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։ Պաստառը պոկելու գործին զուգահեռ դեռ քննչականը քննում է ինքնասպանության դեպքը։ Օրվա ընթացքում էլ իրան հանդիպել եմ, ասել որ արդեն որ Արմեն ջան, ինչի համար էլի, ինձ հետաքրքիր է, ինչն է պատճառը, այն որ ոչ ադեկվատ վիճակում, ես կարող եմ ներողություն խնդրեմ վռազինքը ինձ, որ այտենց բան եմ արել, ասի չէ, ներողության համար չեմ ասում, էլ չանես Արմեն ջան, զգուշացրել եմ ու Եթե գիտեիք, որ հիվանդ է, ինչու զանգեցիք ոստիկանություն, ոչ թե շտապօգնություն հարցին, Արարատի մարզի Նշավան գյուղի ՔՊ-ի շտաբի պետ վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանն արձագանքում է, շատ ագրեսիվ էր դարձել։ Գետար խոսքի խանութից խաղալիք կառներ, գետար ես իմ խելքին ինչ բրթմանը մեր էլի։ Հարևանները պատմում են Արմենի ընտանիքը երկար տարիներ Արցախում էր բնակվել, հայաթափումից հետո վերադարձել, այդ ժամանակ էլ նկատել էին Արմենի խնդիրները։ Վաբշե չի խանգարել։ Չի խանգարել, դե հիմա ասենք աստառը մկա կարող է ջղայնացած պահել է, կարող է պատրել է։ Էդի իր խելքին ինչ բրթմանը էր։ Արմենես տնից քիչ այն կողմ ապրող հարևանները մինչ օրս դրկից տղամարդուց ոչ վախենալու առիթ էին ունեցել, ոչ էլ վատ բան տեսել։ Մեկն ասում էր դեպքից օրեր առաջ է վերջին անգամ շփվել, երեխային կոնֆետ էր բերել։ Ասենք իմ երեխեք էլ մանր են, արխային էլ թուն գալի։ Շուտ մարդը, հա ճիշտ է, կա շեղումն է, կա, բայց ինքը վտանգավոր մարդ չէ։ Ագրեսիվություն չեմ նկատել իրականում։ Պետք է ձերբակալեին, պետք է ժամանակի հարց էր, ասենք մի ժամում կարելի է ճշտել այդ մարդը հոգեբուժարանի, ասենք անձնավորությունը, թե կալանքի։ Չպետք է տանեին էլի։ Ողբերգական դեպքից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե բժիշկներն անմիջապես արձագանքել են իրավիճակին եւ իրականացրել շտապ միջոցառումներ, սակայն ցավոք պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել։ Քանի որ տղամարդը ձերբակալված էր, գտնվել է ոստիկանության հսկողության ներքո, թե որտեղ են եղել նրանք այդ պահին եւ ինչ է արվել ինքնասպանությունը կանխելու համար, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։ Անկամ եթե պաշտոնական վարկածը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա սա հանցագործություն ենք մենք համարում։ Ծանրացնող հանգամանքներով։ Որովհետև իրավունք չունեին անձին ձերբակալեին այն հոդվածով, որով չէր կարող այստեղ կիրառվել։ Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես դժբախտ պատահար կամ անձնական ողբերգություն։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության եւ իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, հայտարարում են փաստաբան Ռուբեն Մելիքյանն ու նրա 4 գործընկերները։ 13 հասարակական կազմակերպություններ եւս այսօր տարածած հայտարարությամբ ընդգծում են, որ օրենքով պաստառ պոկելու համար տղամարդուն կարող էին տուգանել, ոչ թե քրեական հետապնդման ենթարկել։ Ամբողջ քաղաքում ես բազմից եմ տեսել ընդդիմադիրների պաստառներ, որոնք ճղված են եւ որևէ մեկին վստահ են, որ որևէ մեկին չեն ձերբակալել, առավել եւս քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Անցած շաբաթ օրը Հայաստան դաշինքը հաղորդեց, որ Երևանում իրենց նախընտրական պաստառներից մի քանիսը պատառոտել, ցուցանակներից մի քանիսը կոտրել են։ Մինչ օրս սակայն ընդդիմադիրներին առնչվող այս դեպքերից որևէ մեկով վարույթ չի հարուցվել։